Այսօր գնում ենք շատ սիրված մորաքրոջ ծնունդ շնորհավորելու։ Եկել ենք եւ մեր շնորհավորանքները հասցնենք նրան։ Շնորհավոր լինի ձեր ծննդյան օրը ոտներս խերով ձեր օջախ։ Գնանք ուրախություն տարածելու։ Աղավնաձորում հարգում, հիշում եւ պահպանում են հայոց մշակույթը։ Ձեզ շատ սիրում են Օվտյանոսից այն կողմ։ Այսօր նրա ծննդյան օրն է։ Մերինա որ կա, մերին ձեզ շատ սիրում է։ Սա մի հաշք է հայկական, կարող է պատվիրել անգամ ամերիկան, Ռուսաստանը կամ էլ Եվրոպան, Հարազատներ, բարեկամներ, այսօր մեր ճանապարհները մեզ հասցրեցին Աղավնաձոր գյուղի դաշտեր, Ձախից ու Աջից խաղողի այգիներ են, որոնք հզոր աշխատանքի արդյունք են, չհանձնվող աշխատանքի արդյունք։ Եվ այստեղի խաղողը համեմատած Հայաստանի մնացած տեղերի խաղողի իր մեջ պարունակող վիտամիններով բազմակի անգամ ավելի շատ է, քան մնացած տեղերը։ Հետևաբար գինին էլ է բարձր եւ սրանից ստացված գինին էլ է թանկարժեք։ Այնպես որ հիմա մենք գտնվում ենք Հայաստանի ամենահարուստ գինու օջախներից մեկում։ Տեսեք հասարակ յուղացին ինչ մեծ ու հզոր աշխատանք է կատարել եւ իր աշխատանքի շնորհիվ օգտակար է լինում իր պետությանը, իր ազգին։ Այսօր գնում ենք շատ սիրված մորաքրոջ ծնունդ շնորհավորելու, ուղղակի մի խնդիր ունենք։ Հիմա պատվիրատուն մեր շատ սիրելի մերին կապի մեջ չի, որովհետև նա Ամերիկայի մեջ այնտեղ հիմա գիշեր է եւ քնած են մարդիկ։ Մենք էլ չենք ուզում արթնացնել, նա մեզ փոխանցել է տվյալներ, որ հասկանանք ինչ ենք անում։ Հիմա փորձենք պարզել ինչ ենք անում։ Ձայնեն միջև լսեմ կաղա։ Ընկերներ, մերին շատ էր ուզում, որ առավոտ ժամը 10-ին գայինք Աղավնաձոր, բայց մենք եկել ենք առավոտ ժամը 2-ին։ Դրա համար էլ կգնանք ու կշնորհավորենք ավելի բարձր տրամադրությամբ, որ հանկարծ ժամը չհամընկնելու պահով դժգոհ չմնան մեզանից, չէ՞ Վարդան։ Երբ որ մենք մի հարցում թերանում ենք, մյուս հարցում այնպես ենք անում, որ ամեն ինչ ավելի լավ լինի, գեղեցիկ ու նայվող։ Աղավնաձորի գեղեցիկ դաշտերն են, որի լանջերի վրա ծավալել է Աղավնաձոր գյուղը։ Մենք արդեն Աղավնաձոր գյուղի սկզբնամասում ենք։ Մնում է գնանք ու գտնենք մեր տիկին Նարինեին, ում ծննդյան օրն է այսօր, եւ մեր շնորհավորանքները հասցնենք նրան։ Ամեն ինչ շատ հեշտ ու պարզ է թվում առաջին հայացքից, բայց բարդանում է հենց այն պահին, երբ որ հասկանում ես Աղավնաձորում հասցեով տուն գտնելը մի քիչ շատ անհասանելի իրավիճակ է։ Պոչտալյոնին պետք է գտնես, որ ասի որ տունը որտեղ, կամ էլ հիմա մարդ պետք է գտնենք, նկար ցույց տանք, ասենք ինչպես գտնել այս կամ այն օջախը, որպեսզի գնանք գտնենք։ Շարժիչագործ մխիթարենց օջախի կողքով ենք անցնում, հարգանքներս նրան, նա դեռ շատ վաղուց շարժիչներ է սարքել մեր Վայոց ձորի համար, որ մարդիկ իրենց մեքենաներով լավ զգան իրենց, աշխատեն։ Այնպես որ նման մարդկանց չպետք է հանկարծ մի պահ մոռանալ ժամանակին, շատ քիչ էին այդպիսի գործարողները եւ այդ քիչերից մեկը մեր պարոն Մխիթարն էր։ Հարգանքներս պարոն Մխիթար, եթե կտեսնես տեսանյութը, մենք ձեր յուղում ենք։ Հիմա մնում է ձեր յուղում գտնենք մեր ուզած հասցեն։ Այս խանութը ինչ շատ հարազատ է, աչքի վրայի առաջի խանութը նշում է, որ կարող ես մտնել ու հարցփորձ անել, կօգնենք քեզ անպայման։ Օջախը այն, որ մեզ պետք է։ Բարև ձեզ։ Լավ։ Վարդան, մենք խնդիր ունենք, բարեկամ, չենք կարողանում գտնել, չի ստացվում մեզ մոտ այսօր գտնել Օբելյարի օջախը։ Երկրորդ փողոցը որն է։ Ուրջորի խաշմերուկ։ Լավ դե, վсё, շնորհակալ եմ, Աբրիս։ Տեսեք ինչ գեղեցիկ նիվաներ ունեն աղավնաձորցիները։ Պիկապ նիվա։
Պիկանիվա։ Նիվապ։ Նիվապներ ունեն Աղավնաձորում եւ նիվապները օգնում են գյուղատնտեսական աշխատանքներին անասելի շատ են օգնում։ Խալալ է։ Գնացինք։ Տանտեղը մոտավորապես իմացանք։ Այսինքն մեր համար էլ խնդիր չի լինի հոբելյարի տունը գտնել։ Շատ լավ ստացվեց ամեն ինչ։ Գնանք ուրախություն տարածելու։ Գմփիկով եւ հարգանքով։ Ժոլտիտը, չէ, զիլյոննի տրակտոր։ Եզիդ գնամ, հա։ Ընկերներ, ես сигнал шунем. Нету сигнала. Иногда приходит, а потом уходит. Постоянный проживание не имеется. Вот такой сволочный сигнал у меня. Так что չնեղանակ ինձանից հանկարծ որ տենակ սիգնալ չեմ տալու. Ես միշտ էլ տալիս եմ տեսեք։ Աղավնաձորի գյուղամիջյան հատվածն է, ասֆալտապատ, փոքրիկ փոսիկներով եւ իհարկե գեղեցիկ հուշարձաններով ճանապարհի կողքին։ Երբ որ հասնում ես գյուղամիջյան հատված, քո առաջ է վերառնում Սուրբ Աստվածածին վանքը։ Տեսեք, ինչ գեղեցիկ է բարդիների հետ, մեկտեղված ու ձուլված եւ հենց որի կողքին գտնվում է հայրենական եւ 44-օրյա պատերազմին նվիրված հուշարձանները մեր հերոսների նկարներով։ Մեր հերոսների նկարներով, հենա, տեսար նկարները ֆիքսում ես, հենա։ Հենա։ Տեսար, հիմա Վարդանը մեր Աղավնաձորի 44-օրյայի հերոսների նկարները ցույց կտա ձեզ։ Ցույց տվեցիր Վարդան։ Ապրես գնացինք։ Նաև Եղեռնին նվիրված հուշաքար կա Մարմարից։ Աղավնաձորում հարգում, հիշում եւ պահպանում են հայոց մշակույթը։ Այնպես որ մենք հիմա շատ լավ հզոր գյուղում ենք։ Աղավնաձորը Վայոց-Ձորի գյուղում, Վայոց-Ձորի մարզում է գտնվում։ Վայոց-Ձորյան գյուղ է։ Ես ինչքան գիտեմ էլի կա Աղավնաձոր Հայաստանում, բայց սա մեր Աղավնաձորն է, Վայոց-Ձորի Աղավնաձորը։ Եվ Աղավնաձորից քիչ վերև Սարերի լանջին գտնվում է նաև հին բնակատեղի ուրդյուրը, որտեղ հենց ծնվել ու մեծացել ստեղծագործել է Մոմիկ ճարտարապետը 13-րդ դար։ Եթե մեծ աղբերը կոնկրետ ինֆորմացիան տվել է, ուրեմն ճիշտ է տվել, elə տնանք։ Երրորդ տուն պետք է հաշվենք երկուարկանի տունը։ Եթե իհարկե նա հանկարծ առնած չլինի ուրիշի հետ։ 1, 2, 3 քեզ է, չէ՞։ Հեսա կգտնենք։ Արի մտնենք, սա պատրաստ է, չէ՞ որ պետք է լինի։ Մեզ մերին մեր 2021 թվականից մեզ հետ է այնպես որ հնարավոր է օրերից մի օր եկած լինենք այստեղ կանտենա։ Կողի տունն ալելու կամ էլ ես, բայց մեծ աղբերը շատ վստահ ասած, երրորդ տունը երկու հարկ, դա էլ ճիշտ էլ եկել ենք։ Ես թվում է ճիշտ ենք եկել։ Լրիվ ինձ տենց էլ թվում է։ Նարինե։ Քույդիկ նարինե։ Ձեր տան տակի տունն է, հենց էս։ Այսինքն ձեր տանը կապած է, էլի։ Հա։ Բարեկամներ գնում ենք։ Գմփում վերցրել ես։ Գնում ենք Նարինե քույդիկին, տիկին, Նարինեին, մորաքերոջը շատ գեղեցիկ, ուրախացնենք, ուրախոր տանք։ Այսօր նրա ծննդյանն է։ Փաստորեն երրորդ տունն է, ընդամենը 20 սանտիմ է բաժանում մի տունը մի տնից, մենք չզգացինք, ոստից էլ կարենք գայինք։ Եկել ենք, բարև ձեզ, ես տեսել էիք մեզ, հա? Դե բարև ձեզ ուրեմ, շնորհավոր լինի ձեր ծննդյան օրը ոտներս խերով ձեր օջախ։ Ինչպես եք Նարինե քույրիկ։ Լավ է ձեր տրամադրությունը։ Եկել ենք որ ավելի լավ է, նա էլի։ Ուրախ եմ, շատ ուրախ եմ որ եկել եք։ Տեսեք ինչ ենք բերում ձեզ։
Սիրուն տորտ, հարցական տորտ։ Բայց թե որտեղից, ում կողմից։ Երևի հարազատներից։ Բարեկամների կողմից է, իհարկե, մի անգամ այն բարեկամների կողմից է, բայց չեմ ասել ում կողմից էլ որ։ Դուք մտածեք ում կողմից կլինի։ Լիքը քույրիկ երեխեք ունեմ, լիքը աղբոր երեխեք ունեմ, չգիտեմ։ Բայց որն է առանձնանում ամեն ինչ շատ, հա։ Ով է Ես շատ մտածում եմ, որ առանձնացավ արդեն։ Հա։ Արդեն առանձնացավ, դե լավ։ Երևի օվկիանոսից այն կողմ։ Հələ տեսեք, արդեն դուք տրամաբանելով հասնում եք ճիշտ տեղ, հա։ Շատ ճիշտ տեղ եք հասնում, ձեզ շատ սիրում են օվկիանոսից այն կողմ, ու այդ սիրուց օվկիանոսն է տաքացել, հալվում է մակարդակը բարձրացել այս աղը տալելու։ Ինքը իմ մերիս կլինի։ Մերին որ կա, մերին ձեզ շատ սիրում է, ու այս հեռավորությունը կրկնապատկելու, եռապատկել է սերը։ Դե մի հատ երազանք պահեք, չեք թող կատարվեն ձեր բոլոր երազանքները։ Ապրես, մեծ աղբեր, էլ մենք գործ ունենք իրար հետ, բացի ծափերը, դες քաղցրությունը վերցրեք օվկիանոսից այն կողմ ասավ, ձեզ։ Շնորհակալ եմ Մերի ջան, Աստված ձեզ գործերին հաջողություն տա, աղջիկներ։ Այդ անակնկալը շատ։ Ես կարող էի ծաղիկները ձեզ տալ ես, բայց չէ։ Թող ձեր ամուսինն է, չէ՞, ճիշտ եմ հասկանում, հա։ Թող նա նվիրի, ինչ կլինի որ։ Հələ մի հատ էլ որ գրկի պաչի այսօր ձեր Մտ պաչի կարել, մտ աղավնաձորսկի, մտ սիրուն, հա ինչ, այդ վիճու պաչելուն չի խանգարում։ Շնորհակալ եմ։ Մենք ձեր գլխին մեկ ինչ գործ բացեցինք, բայց մեծ սիրով, այսօր ձեր օրն է, ուրախ լինեք, լավ լինեք։ Չէ, մենք գնում ենք, անկեղծ պետքա գնանք, ձեզ լավ օր, ոտներս խերով ձեր օջախ, ձեր տուն առաջ անգամ եք գալիս, հա։ Շատ շնորհակալ ենք։ Ձեր տուն առաջ անգամ եք գալիս։ Հա, սրանից հետո, Մերի, դու իմացի, որ մորքուրի ամուսին էլ ունես շատ հաճելի, տեղին ունես, որ ինքն էլ ծննդի օր ունի, կարաս ասես գանք էլի։ Դե լավ մնացեք, շնորհակալ ենք ձեզանից։ Գնանք մեր հուր հրեղեն մեքենան նստենք Վարդան։ Եվ հենց նստենք մեքենան, չմոռանաս կվերցնես հեռախոսս ու կստանաս 2 հատ գումար արտերկրից, հա։ Դե, գնացինք։ Գողություն անել է, մտել է Արյանս մեջ, անընդհատ ուզում եմ գողանալ։ Գողություն եմ անում, գողություն։ Բայց դե աղավնաձորցիները ներողամիտ կգտնվեն իմ հանդեպ եւ գործերը չեն հասցնի դատարանները։ Հա։ Չէ որ ես քիչ եմ գողացել։ Արգողոնից մի քիչ կես տամ։ Շա։